Ողջույն։ Ինչպես կբնութագրեք այս նկարը։ Միաժամանակ 3 երկրի ղեկավար մեկ սեղանի շուրջ են։ Երբ պատկերը բացվում է, հայտնվում են շատ թե պոպուլիստ, անգամ բռնապետ ղեկավարներ։ Թրամփից աջ նստած է Արգենտինայի նախագահը, որը Նիկոլից բեթար խոստումներով իշխանության եկավ։ Նա էլ օգտագործում էր չագուճ, նաև բենզասղոց նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Ընտրվեց, բայց երկիրը նույն վիճակում է։ Բնակչության 30%-ից ավելին շարունակում է մնալ աղքատ, 7%-ը ծայրահեղ աղքատ։ Նիկոլի չագուչի խոստումների ու դրանց չկատարման մասին էլ հո գիտենք։ Նիկոլի ու էքսցենտրիկ Խավիեր Միլեի նմանություններին մի օր կանդրադառնանք։ Այս նկարը կարելի է վերնագրել նաև ազգային շահը նկարի դիմաց։ Հունվարի 22-ին Դավոսում Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը։ Ուշագրավ էր, որ չորեքշաբթի մեկնեց Դավոս, հինգշաբթի ցերեկը կառավարությունը նոր հավանություն տվեց Խաղաղության խորհրդի կանոնադրությանը, հանձնարարելով արտաքին գործերի նախարարին կազմակերպել կանոնադրության ստորագրումը, բայց արդեն այնտեղ թղթերը պատրաստ դրված էին։ Իհարկե մարդկանց հետաքրքրում է Նիկոլը այնտեղ ինչ որոշումներ է կայացնելու, ում է ինչ խոսք տալիս։ Շատերիս հետաքրքրող հարցի պատասխանը չկա։ Նիկոլի այդ ստորագրությամբ Հայաստանը ինչ է ստացել։ Պատասխանը չկա նաև այն հարցի, թե Հայաստանը ինչ է ստացել օգոստոսի 8-ի հայտնի Վաշինգտոնյան հանդիպումից։ Մենք լսել ենք խաղաղության մասին լիքը խոսքեր։ Լսել ենք, որ խաղաղություն է արդեն 1 տարի 8-9 ամիս, որովհետև չեն կրակում։ Բայց չեն կրակումը խաղաղություն չէ։ Հրադադար է։ Դու չես դնում քո տարածքների դեօկուպացիայի հարցը, որ չկրակեն։ Դու համաձայնում ես սահմանագծում անել իրենց օգտին, որ չկրակեն։ Համաձայնում ես տարածքներ տալ, որ չկրակեն։ Համաձայնում ես սահմանադրություն փոխել, որ չկրակեն։ Համաձայնում ես ադրբեջանցիների բերել Հայաստանում ապրելու, որ չկրակեն։ Համաձայնում ես Զանգեզուրի միջանցք տալ, որ չկրակեն։ Գերիներից չես խոսում, Արցախի անուն չես օգտագործում, ինչ իրենց անգամ մի թեթև կնյարդայնացնի, չես անում։ Ու այսքանով հանդերձ դու չես ստանում երաշխիք, որ այլևս չեն կրակելու։ Դա խաղաղություն չէ։ Նիկոլը արդեն մի քանի հատ սենց նկար ունի, ու դրանից ինչ է փոխվել։ Այն առաջին նկարից հետո Ադրբեջանի համար չեղարկվել է զենքի վաճառքի արգելք սահմանող բանաձևը։ Հայաստանին ինչ է եղել։ Ավելին ասեմ, Ամերիկայի հետ մի քանի փաստաթուղթ ստորագրեցին, այդ թվում ռազմավարական համագործակցության, բայց Թրամփը Հայաստանը ներառեց այն երկրների մեջ, որոնց քաղաքացիների համար ներգաղթի վիզաների տրամադրումը դադարեցնում է։ Ուզում եմ իմանալ, Փաշինյանի ստորագրած ու նախաստորագրած խաղաղության թղթերից հետո Ադրբեջանի պլանների, ցանկությունների, նկրտումների, հայտարարությունների մեջ ինչ է փոխվել։ Թուրքիայի մոտ ինչ է փոխվել։ Ինչ պլաններ ունեին, նույնությամբ մնում են։ Կարդում ես իրենց մամուլը, սարսափում ես, ամեն ինչ կա բացի խաղաղությունից։ Երբ ունենայինք խաղաղության երաշխիքներ, նաև Արցախը մերը լիներ, գրող չլիներ եկեղեցու վրա, 4 սրբազան չլիներ կարանքի տակ, ողջ Սփյուռքում հայերը չխեղճանային, նորմալ հարաբերություններ լինեին տարբեր պետությունների հետ, Հայաստանի ղեկավարը գնար նստեր Թրամփի կողքը, տոնակարվեր, համբուրվեր, կասեինք մալադեց։ Բայց ոչինչ իր տեղում չէ, ոչ բարոյահոգեբանական մթնոլորտը, ոչ սահմանների անվտանգությունը, ոչ երաշխիքները, 150,000 փախստական ունենք, որոնք բառից բուն իմաստով բախտի քմահաճույքին են, տասնյակներով գերիներ ունենք, մեր երկրին լուրջ ծառայություններ մատուցած, պետություն կայացրած մարդիկ կալանքի տակ են, քրգործերի տակ են, ինչի վրա ուրախանանք, որ Նիկոլը գնացել նստել է Թրամփի կողքը նկարվել է։ Իսկ ինչի հաշվին է, որ նա հայտնվեց այնտեղ։ Արդյոք հայկական ազգային շահը զիջելու հաշվին չէ։ Իհարկե դրա հաշվին է, որովհետև տակը բան չկա։ Նա որպես գործիչ, նա որպես երկրի ղեկավար, բան չունի առաջարկելու բացառությամբ մեր հայկական կենսական շահերի զիջման։ Ու այդ շահերն էլ հետաքրքիր են բացառապես դաշնակիցներ Թուրքիային, Ադրբեջանին, իսկ Թրամփին, Ամերիկային բոլորովին ոչ։
Նիկոլը ինչ էլ ստորագրի, Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակը զսպող քաղաքականություն չի լինելու ոչ Միացյալ Նահանգներից, ոչ Եվրամիությունից։ Վերջերս Փաշինյանն ու իր ԿՊ-ն ոգևորվել են, որ ինքն ու Ալիևը արժանացել են Արաբական Միացյալ Էմիրությունների Շեյխ Զայեդի հիմնադրամի մարդկային եղբայրության Զայեդ մրցանակին։ Անկեղծ ասած, միայն զարմանալ կարելի է։ Փաշինյանն ու Ալիևը հրահրել են պատերազմ։ Փաշինյանի 2018-ից 20 թվականների ելույթները պատերազմի հրավեր են։ Բերել է պատերազմ, հանձնել է հայրենիք, 5000 զոհ է տվել, հնարավորություն է տվել Ադրբեջանին օկուպացնել Արցախը, օկուպացնել Հայաստանից տարածքներ, առանց կրակոցի, երկրի տարածքով միջանցք է տվել, հողեր է տալիս անկլավների անվան տակ, բայց երկուսն էլ ստանում են նույն խաղաղության մրցանակից։ Ընդ որում, մրցանակի արժանանալու մասին Նիկոլին հայտնելու համար Հայաստան էր եկել մրցանակային հանձնաժողովի անդամ Շարլ Միշելը, որը Նիկոլի հետ միասին 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կազմակերպեց, համաձայնեցրեց, ստորագրել տվեց թղթեր, որից հետո Արցախը ընկավ բլոկադայի, հետո պատերազմի մեջ ու հայաթափվեց։ Մրցանակային հանձնաժողովի մեկ այլ անդամ, Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին ասում է, այն ինչ անում է վարչապետ Փաշինյան այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ Նույն Չադը, որի վարչապետն էր այդ պարոնը, 1970-ից 80-ական թվականներին 9 տարի պատերազմի մեջ է եղել Լիբիայի հետ, Աուզուի գոտու համար։ 1987-ին Չադը հաղթել է, բայց եթե Նիկոլի խաղաղության տարբերակը այդքան օրինակելի է Չադի նախկին վարչապետի համար, ինչու չհանձնեց Աուզուի գոտին, ասեր հանձնում եմ պատերազմը ավարտեմ, ինչի 9 տարի պատերազմեց Չադը ու հաղթեց։ Նիկոլն ու Ալիևը, եթե հարաբերությունները կարգավորեին առանց պատերազմի ու ստորագրեին հակամարտության կարգավորման մասին փաստաթուղթ, այո, կարելի էր տալ մրցանակ, թե չէ հրահրել է պատերազմ, պարտվել է այդ պատերազմը, հանձնել ամբողջ հայկական մշակութային ժառանգությունը, որտեղ քլունգը գցում ես Արցախում, հայկական հուշարձան է դուրս գալիս, ասել սա ադրբեջանական հինավուրց տարածք է, ասել մենք մեր հողերը հետ բերելու հարց չենք դիտարկում, անգամ գերիներին չպահանջել ու արժանանալ խաղաղության մրցանակի, ժողովուրդ ջան, աբսուրդ է։ Սա բա մի հատ էլ խիզախության մրցանակ տվեք սրան, որ այդքան խիզախ է, որ հայկական շահին ծառայող մի բան չարեց, բայց դեռ ուզում է մնալ ու շարունակել։ Չի բռնում, ժողովուրդ ջան։ Խաղաղության մասին պատկերացումները լրիվ տարբեր են։ Այն, ինչ հասկանում է ժողովուրդը խաղաղություն ասելով, լրիվ ուրիշ է։ Այն, ինչ հասկանում է Հայաստանի իշխանությունը, լրիվ ուրիշ է։ Ադրբեջանինը ուրիշ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին խաղաղություն ասելով հասկանում է սահմանների բացում, տարածքային ամբողջականության ճանաչում, մեր տարածքների դեօկուպացիա, արցախցիների վերադարձ, երաշխիք, որ ուժի գործադրում չի լինի, միջանցքի չբացում եւ այլն։ Ադրբեջանը խաղաղություն ասելով հասկանում է, որ Հայաստանի բանակը չզինվի, Հայաստանի սահմանները լինեն առանց զինվորների, բանակը կրճատվի, սահմանադրությունը փոխենք, հանքերը չշահագործենք, ատոմակայանը փակենք, առաջին պատերազմի մասնակիցներին դատենք, ադրբեջանցիներին բերենք բնակվելու Հայաստանում եւ այլն։ Հայաստանի իշխանությունը ցանկանում է մնալ իշխանության, պահել աթոռները, ինչ գնով էլ լինի։ Հավատացեք, եթե նրանք Արցախը հանձնեցին, հետո Նիկոլը կանգնեց ազգային ժողովին, ազգային ժողովի ամբիոնին, փորը մաժեց ու ասաց. «Օխայ, էս ինչ էր, էս ինչ լավ էր», Սյունիքի հանձնելուց հետո էլ կասի, Վարդենիս հանձնելուց հետո էլ կասի, Նոյեմբերյանը հանձնելուց էլ։ Կարճ ասած։ Այս լուսանկարը հիմա որ նայում ես, ուզում ես հասկանալ, այդ ստորագրությունը դրած մարդը ինչ կապ ունի մեզ հետ։ Մեր երկրի հետ, մեր շահերի հետ, եթե մեր երկրում չկա այդ խաղաղությունը, երկրի ներսում չկա, երկրի սահմաններից դուրս առավել եւս չկա, ինչ ես դու ստորագրում ընդհանրապես, դու ինչ ես կարողանում ներդնել այդ համաշխարհային խաղաղության համար, քո ձախողման օրինակը, հանուն մեկ լուսանկարի պատրաստ դինես տալ ով ինչ ուզի, մենակ թողնեն նկարվի, ինչ ուզեն կտա։